շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Երեք տեղեկացանք, որ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինցու դատական վերջին նիստն էր եւ դատախազությունը պահանջում է ցմահ ազատազրկում, ինչպես նաեւ մեր մյուս մնացած բոլոր գերիներին արդեն դատապարտել են ցմահ կամ 20-25 տարի դատապարտման։ Եվ Ռուբեն Վարդանյանը իր վերջին խոսքով հանդես եկավ եւ նույնիսկ այդ դաժան պայմաններում նա շարունակում է պնդել, որ Արցախը Հայաստանի մաս է, իսկ մեր իշխանությունները տեսնում ենք, թե ինչպես են վարվում եւ նույնիսկ օրեր առաջ Հայաստան էր եկել ԱՄՆ փոխնախագահ Վենսը եւ որի հանդիպման ժամանակ Փաշինյանը ինչպես միշտ չբարձրաձայնեց գերիների վերադարձի հարցը։ Խնդրեմ։ Ընդհանուր արդեն ամբողջովին իրավիճակը հասկանալի է։ Ես ուզում եմ սկզբից ես մի հատ մտքով ձևակերպած ներկայացնեմ մեր հանրությունը, որ հասկանա։ Նայեք ժողովուրդ, հիմի բոլորդ հասկացաք, չէ, որ ով Արցախին տիրապետում է, նա այս տարածաշրջանում արդեն թելադրողն է, կամ այս տարածաշրջանում արդեն ինքն է մեծ դերակատարը։ Հիշում եք, չէ, Արցախը որ կար, Հայաստան ինչ դերակատարություն ուներ։ Հիշում եք Արցախը, որ կար միշտ հայկական, Հայաստանը ինչքան էր տարբեր միջազգային հարթակներում ոնց էին ընդունում, ոնց էին տեղ տալիս, ոնց էր Հայաստանի հարցը միշտ կարևորացնում, բայց այն ժամանակ որ կար Արցախը։ Հիմի Ալիևը, որ տասնյակ տարիներ չեք լսել, Ալիևը ինչ է, ով է, կամ էլ ինչ-որ միտեղ երբ եք տեսել Ալիևի նմանատիպ պահվածք, նմանատիպ խոսքի, բառերի, խոսքերի ուղերձ, հայ ժողովրդի նկատմամբ, ինչ-որ բաներ, որ ասում եմ, թելադրանքներ, պահանջներ, Արցախը տիրապետելուց հետո։ Այ Արցախի կարևորությունը դրա մեջ էր։ Արցախի կարևորությունը, որ միշտ ասում ենք, Արցախը դա մենակ արցախցիներին չի պատկանում, որովհետև դա սուրբ հայկական հող է, դա Հայաստանի տարածքային ամբողջականությունն է։ Այդ բանի մեջ էլ, որ ասում եմ, մենք ինքներս էլ համեմատաբար այս ժամանակվա մենք արդեն շատերի մոտ գալիս է մի հատ հասկացողություն, որ Արցախի լինել հայկականը կամ Արցախի լինել միշտ իր ինքնորոշված այդ հզորությունը ինչ կարևորություն ունեցել միշտ Մայր Հայաստանի համար։ Անդրադառնալով ձեր հարցին, որ գերիների հետ կապված ռազմագերիների ցմահ ազատազրկում ու Ռուբեն Վարդանյանն էլ երեք էր կարծեմ նույն ձևի ցմահ դատապարտման բան արեցին թուրք Ալիևի կողմից։ Պատկերացնում եք 30 տարուց ավել, որ այդ ռազմա ղեկավարները մեր քաղաքական ոնց էին Ադրբեջանի Թուրքի միշտ սարսափի մեջ պահում, միշտ վախի մեջ պահել։ Ու այսօր մենք տեսնում ենք, որ Ալիևը ինչ խոսքի քմահաճույքով կամ ինչ ձևի է այդ մարդկանց վերաբերվում։ Ով է այդ հնարավորությունները տվել Ալիևին, ով է այդ, որ ասում եմ, այդ ձևի մատուցել Ալիևին։ Հասկանալի է, ամեն անգամ չենք կրկնի, ամեն անգամ չենք ասելու, բայց այս պարագայում, որ նորից ասենք, որ Հայաստանի ներկա իշխանությունը, ներկա ղեկավարները, որոնք ինչ որ մի ժամանակահատվածում իրենց էությունով, իրենց ճանաչելով, որ իրենց ճանաչում էին, Արցախով էին էլի ճանաչում, ասում էին Արցախի անունը շուշուտ տալիս էին, կարևորացնում էին Արցախի անկախությունը, կարևորացնում էին Արցախի հաղթանակները, Արցախի հաղթանակները կարևորացնելով երևի խոնարհվում էին այդ մարդկանց առաջ, ովքեր հիմի Բաքվի բանտում են, որ ի շնորհիվ դրանց ազատագրած հզոր Արցախի ի դրանց շնորհիվ դուք եկել եք իշխանությանը։ Տես չի, ով կարա խոսքի մի ուրիշ ձևակերպի, տես բան չկա, որովհետև մեկ ամենօրյա ռեժիմով է, թե ինչ որ տարբեր
ժամանակահատվածներում ներկա իշխանության ղեկավարները, անձերը միշտ իրանց ելույթների մեջ միշտ իրանց մոտ ինչ որ քարոզարշավի ընթացքում կամ ինչ որ պարագաներում միշտ գոռում էին Արցախի հայկական լինելը, Արցախի կարևորությունը, Արցախը որ մի հոգի որ ասում մեկը այսօրվա պարագայում իրավունք չունի մի թես հող հանձնելու թշնամուն, ինչ որ նահանջելու։ Դուք պատկերացրեք, որ սրանց այս մանիպուլյացրած այս մտքերը ձևակերպումները միշտ հետապնդել է պաշտոն զբաղեցնելու համար, աթոռ գրավելու համար։ Բայց սրանք չեն հասկացել, որ պաշտոն զբաղեցնել աթոռ գրավելը դա հələ հարցի լուծումը չի։ Դու պիտի տղայել լինես, որ կարաս այդ աթոռը պաշտոնը զբաղեցնելով դու կարողանաս պահպանել, ամրապնդել, ամրագրել նախկինում առաջնորդների, հերոսների արած գործերը, բացի դրանից հայի պատիվն ու թասիբը բարձր պահելու համար ամեն ղեկավարի բան չի։ Ինչի համար եմ այսքան մտքերը ավելի շատ խորքային, բովանդակային իմաստով ներկայացնում, որովհետև այսօր մենք շատ լուրջ մարտահրավերների առաջ ենք կանգնած։ Ով ինչ ուզում ասի, խաղաղություն, լավ ապրել, լավ կյանք, ժողովուրդ դա բոլորը շեղում է, բոլորը դա էլի մի հատ սուտ փորձելով դա իրականություն դարձնել, բայց այդ սուտը իրականություն չի դառնալու, որովհետև մենք ազգովի ամբողջ հայության մենք մեր մեջ ունենք մի մեծ ցավ, դա մեր Արցախն է։ Այդ ցավը բուժելու համար Արցախի հայկական լինելը պիտի վերականգնվի։ Հետ վերադարձ Արցախը պիտի իրականություն դառնա։ Հասկանալի է, մենք այսօր, մի օրվա, մի ամսվա, կարող է մի տարվա, ոչ մի ինչ որ ժամանակահատվածում դա մենք չենք տեսնում դա որպես իրականություն։ Առաջի հերթին հաշվի առնելով, որ ներկա իշխանության օրոք նմանատիպ լուրջ հարցը պատմական էլի ասեմ շատ արդեն խորք ավելի խորացած հարցը տենց շուտ լուծում չի ունենալու, չենք ստանալու, բայց մենք ամբողջովին չպիտի հարմարվենք այն ինչ այսօր կատարվում է։ Գերիներին դատապարտելով ցմահ Ադրբեջանում մենք ցմահ դատապարտում ենք ամոթանքով, մենք ցմահ դատապարտում ենք նվաստացումով։ Ինչ կատարվում է մեր գերիների հետ, դա մեր իրական հայ ազգի պատկերը աղավաղվում է ու մենք որպես ազգություն կամ պատկանելություն այդ ազգին որպես հայ շատ դժվար է լինելու մեր համար հետո վերականգնելու մեր պատիվը։ Այսօր որ նշում են այսքանի օր առաջ Ամերիկայի Միացյալ Նահանգներից եկած խոսքի փոխնախագահը Մայր Հայաստան, ես առանձնապես տենց ոչ մի լուրջ փոփոխություն կամ էություն չեմ տեսել, որովհետև ինչ լուրջ փոփոխություն էություն կարանք մենք տեսնենք, որ տարբեր արդեն երկրները, տարբեր կենտրոնները, տարբեր գերպետությունները մեր տարածքը, մեր երկիրը ընդունում են որպես օբյեկտ, ոչ թե սուբյեկտ։ Դա շատ կարևոր նշանակություն ունի բանակցությունների հարաբերություններ ձևակերպելու, ընդհանրապես հետագա ամեն ոլորտում լուրջ դերակատար լինելու, որ հավասարը հավասարի հետ խոսելու կամ ինչ որտեղ քննարկումներ իրականացնելու, կատարելու կամ պայմանավորվածություն ձեռք բերելու համար այս երկրի ղեկավարները ոչ մի ձևի չեն կարելու իրենց այն ձևի դրսևորեն, որ ի օգուտ մեր երկրի, մեր ժողովրդի կամ այս
տարածաշրջանում մեր շահերը ավելի բանանեն, ավելի ընդունեն, ավելի շատ ընդունեն։ Քանի որ հարցը գնում է մեր տարածքի հետ կապված, ստեղ Զանգեզուրի միջանցքի հետ կապված է, կամ ինչ-որ ներդրումների հետ կապված է, կոմունիկացիոն, տրանսպորտային այդ բաների հետ կապված է, բայց որոշումներ կայացնողը ես ինչքան տեսնում եմ, ստե մեր իշխանության ղեկավարները չեն։ Սրանք մասնակից են։ Սրանք գնում են դեղ, որ մասնակցում ոչ թե իրենք ասում ներկայացնում ծրագիր, այլ տված ծրագիրը իրականացնում, որ իրականացնեն։ Ինչ ասեմ, դժվար ժամանակները ու այդ դժվար ժամանակները մեզ առջևում ավելի շատ ալնելու, մենք ծանր դժվար ապրումներ ենք ապրելու։ Ստեղ այս տարածաշրջանում մենք ներգրավել ենք տարբեր գերպետությունների, երկրների շահերի, խոսքի բան, հակասությունների աղբյուր է ձևավորում, ձևակերպում։ Միշտ էլ եղել է, տարբեր ժամանակներ միշտ էլ եղել է, բայց ցավոք սրտի ստեղ ժողովրդի մասին մտածելու, մեր հայ ժողովրդի հայ ազգի մասին մտածող կամ ավելի շատ ցավող մենք չենք տեսնում ու դա չի լինի, մեզանից բացի։ Բայց բոլորը գալով մեր երկիր, բոլորը գալով ստեղ հյուր, բոլորը ներկայացնելով իրենց հարաբերությունները մեր երկրի նկատմամբ, որ մենք հայ ազգին ավելի շատ ենք մեջ կաղնելու, օգնելու, ավելի շատ ենք միջամտնելու, որ այս երկիրը զարգանա։ Ախր սրանից մի քանի տարի առաջ այդ նույն հայ ազգը ցեղասպանության էր ենթարկվում։ Ախր սրանից մի քանի տարի առաջ այդ նույն հայ ազգը շրջափակման մեջ, Սուրբ Արցախի մասին եմ խոսում, շրջափակման մեջ 9-10 ամիս այդ ժողովուրդը սոված դիմադրում էին, սաղ աշխարհին խնդրում էին, որ մեր դիրություն անեն, չթողնեն, որ մեզ հասցնեն այդ ծանր իրավիճակին։ Ով էր լսում, ով էր մեր մասին ինչ-որ արձագանքում կամ բարձրաձայնում կամ ինքնաթիռներով միանգամից գալիս բաներով, որ ասում է ներկայացուցիչներով, ղեկավարներով քննարկելու, դատապարտելու, քննադատելու այդ նույն Սրիկա Ալիևին, որ այսօր մեր ռազմաքաղաքական ղեկավարներին դատապարտում են, շինցու դատապարտում են աշխարհի ժողովրդի, աշխարհի ղեկավարների աչքի առաջ, որ այդ մարդիկ պայքարել են իրենց իրավունքների համար, որ այդ մարդիկ պայքարել են իրենց բնորանի համար, որ այդ մարդիկ պայքարել են իրենց հազարավոր տարիներ պատմություն ունեցող իրենց հողը ջրի համար։ Մենք տեսնում ենք, որ դա սաղ սուտ է։ Ոչ մեկը ինչ իրավունքների մասին, ինչ բնորանի մասին, այսօր ուժն է թելադրում իրավունքը։ Հիմա այսօր որ ուժն է թելադրում իրավունքը, այս մեր այս իշխանության այս կոչվածները, ղեկավարությունը, մեզ ինչ-որ խաղաղության մասին են ներկայացնում, խոսում, այն խաղաղությունը, որ իրենց հետ ընդհանրապես կապել չունի, այն խաղաղությունը, որ սրանք սկի չեն էլ հասկանում, այդ խաղաղության տակ ինչ կա, այդ խաղաղության տակ կա ահագին պահանջներ, այդ խաղաղության տակ կա ահագին զիջումներ, այդ խաղաղության տակ կա ահագին էլի լուրջ խնդիրներ, որ պիտի սրանք ամեն ձևի այդ հարցերի լուծումների պատասխանը տան։ Չեն տա այդ պատասխանը, գլխներին տալու են, որովհետև տվել են արդեն, սրանք այն մարդիկ են, որ սրանց գլխներին տալիս են։ Հիմի որ սրանք չկարողանան բավարարել այդ պահանջները, ինչի մեջ էլի շատ կասկածում են, որովհետև մինչև այսօրվա իրավիճակում ինչ պահանջել Ադրբեջանի կողմից ներկայացվել է, բոլոր այդ պահանջներն էլ հերթական, ամեն ձևի բավարար դրական լուծումներ են տալիս։ Սրանից էր քանի օր առաջ էր, որ մրցանակ ստացան Աբու Դաբի, ինչի համար մրցանակ։ Ալիևը ինչի համար է սրա ձեռը սեղմում։ Ալիևը սրա ձեռը սեղմում է նրա համար, որ Արցախը հանձնել է։
Ալիևը սրա ձեռը սեղմում է նրա համար, որ բոլոր այդ պահանջները իրենց կողմից արդարացնում է։ Ալիևը սրա ձեռը սեղմում է, երբ եք տեսել թշնամին մեր ինչ-որ ղեկավարի ձեռը սեղմել, ծիծաղելով, խնդալով, ուրախանալով, տես բան չեք տեսել, չէ՞։ Հիմի սրանք արել են այն, ինչ Ալիևը երազում էր։ Հիմի սրանք անում են, շարունակում են անել այն, ինչ Թուրքիան խոսքի Ադրբեջանն ու Թուրքիան ողջունում են։ Հիմի սաղ աշխարհը, բացի հայ ժողովրդից, դեմ է, որ այս մարդը ղեկավար լինի, խոսքի ժողովրդի մեջ մեր հայությունը սրանց անիծում են, սրանց ատում են։ Ինչի համար, որովհետև իրանց պահվածքով, իրանց ղեկավար լինելով մեծ ցավ են բերել մեր ազգի գլխին, մեծ կորուստներ են բերել մեր ազգի գլխին։ Բայց սաղ աշխարհի ուրիշ երկրների ղեկավարները աջակցում են։ Ինչի համար են աջակցում, որովհետև դրա շահերը ավելի շատ է, չէ՞, ինքը ապահովում, քան իր ժողովրդի շահերը։ Հիմա Ադրբեջանի քաղաքական բաները, որ լսում ես, բաց ձևի, բաց տեքստով ասում են Նիկոլ Փաշինյանին պետք է աջակցվի։ Թուրքիայի ղեկավարությունը բաց տեքստով ասում են, որ պիտի աջակցվի, որ վերընտրվի։ Եվրոպական երկրների ներկայացուցիչները կամ ինչ-որ ղեկավարներ էլի նմանատիպ արտահայտություններ անում են, չէ՞։ Բայց մենք ամեն մեկին լսելով, ամեն մեկին իրական իրենց այդ ժամանակահատվածում պահվածքով տեսնելով, տեսել ենք, որ դրանք հակահայկական որոշումներ են միշտ կայացրել։ Միջև այսօրը գերիներին չեն կարող ազատեն։ Միջև այսօրը մեր գերիներին չեն կարող ազատեն։ Խաղաղության մասին են խոսում։ Որ խաղաղության մասին, եթե Ալիևը իրական խաղաղության մասին մտածում է, այդ գերիները առաջ օրվանից էլ պիտի բաց թողած լինի։ Ալիևը ինչի վրա է կասկածում։ Կամ սա ինչի վրա է կասկածում, որ չեն կարողանում այդ հարցը ակտիվորեն դեմ տան ասեն, դե եթե մենք ձեռ ենք սեղմում, մրցանակի ինչ որ բան եք ստանում, բայց այդ գերիների հարցը պիտի լուծվի, չէ՞։ Բայց հենց դա խաղաղության այն որ ասում է առաջի քայլի, եթե իրական խաղաղության մասին է խոսքը գնում, գերիները ինչ մեղք ունեն դեղ հիմի այսօրվա իրավիճակում, որ գոտնում են։ Կարող է Ադրբեջանի մարդասպանները, որ աբանում Արցախում ցեղասպանություն են իրականացրել, մեր աչքերի դեմ կամ ժողովրդին աչքի դեմ մորթելով մեր ծերերին, մորթելով մեր զինվորներին, սպանելով, մորթելով, խոշտանգելով մեր քաղաքացիներին, դրանից վերաստիճան հանցագործություն է լինում։ Ուրեմն դրանց չպիտի դատապարտեն, հա։ Ուրեմն դրանք ոչ մի բան չեն արել խոսքի մարդկության դեմ մաքուրեն, փուփուշեն, հա։ Մերոնք են մենակ ինչ որ, մերոնք են պաշտպանվելու համար իր հողը, իր տունը, պաշտպանելու համար իր ժողովրդին, հայրենիքին, բռնեն դատապարտեն, հա։ Ստեղ քննարկելու բան չկա։ Ստեղ կա խոսքի պարտված ղեկավարություն, մեկ էլ ինչ-որ ժամանակավոր մի հատ Ալիև, որն էլ ինքն էլ իր էությունով չի հաղթել, այնքան եկա եզա, ինքն էլ գիտի, որ ինքը չի հաղթել Արցախում, բայց այն ձևի բաներ է ձևակերպում, բան ոնց որ այդ հաղթանակի բանը, հզոր բանը, որ ասում է, իրական կերպարը ինքն է, ինչ որ առաջնորդի կերպար, ծիծաղդ էլ է գալիս, որ դրանց նայում են, կամ սա կամ նա, երկու հոգի իրար, որ ասում է, այն ձևի հարթակներում են ճարել, որ այդ հարթակներում էլ համապատասխանող կերպարներ են։ Ես ինչ ասեմ, ես ոչ մի հույս ու հավատ չեմ կապում ոչ մի խաղաղության հետ, որովհետև խաղաղություն չի լինելու, մինչև որ ես ինքս իմ հայրական տունս չվերադառնամ, մինչև հայկական Արցախը չվերակաղնվի, խաղաղություն ոչ մի ձևի չի լինելու, ում ուզում է դուր գա այս խոսքը, ում ուզում է դուր չի գա։ Ես նորից եմ ասում, այն մարդը, ով վաճառում է իր սրբությունը, ուրեմն դա կրկնապատիկ ավելի մեջ սրիկա, ավելի մեջ դավաճան է։ Հիմա այսօր մեզ բերելով, մատուցելով խաղաղության ինչ որ բան, եթե ես դա ընդունեմ, ուրեմն ես իմ սրբություններս վաճառում եմ։
ու ինձ նման հազարավոր մարդիկ, ով ընդունում է այդ խաղաղությունը, ուրեմն ինքը իր սրբությունը վաճառում է։ Ես դա չեմ ուզում, չեմ ասում, որ մենք խաղաղություն չենք ուզում, որ մենք կռվի ինչ-որ բանի, որ ասում է, բայց չէ ժողովուրդ, ես արժանապատիվ խաղաղություն եմ ուզում։ Ու մեր ազգի մեջ հազարավոր, տասնյակ հազարավոր մարդիկ նույն ձևի են մտածում, որովհետև իրենց հարազատները իրենց զոհաբերել են հանուն են արժանապատվության համար, որովհետև այդ մարդիկ այդ հողի համար տասնյակ տարիներ, բացի այդ տասնյակ տարիներ, մեր նախնիները հազարամյա տարիներ պայքարել են հողը հայկական պահելու համար, էլի հանուն արժանապատվության, հանուն իսկական հայի կերպարի համար։ Այսօր մենք խիպիտի մեր հայի պատկանելիության, ազգային պատկանելիության կերպարը փոխենք։ Խիեք բանանում, խիեք գնում այդ, որ ասում է, հարմարվելու դրան։ Ով պիտի մեզ ստիպի մենք փոխվենք մեր ազգային պատկանելիությունը։ Ինչի համար եմ անվանում այդ բառը ազգային պատկանելիությունը, որովհետև մենք եթե այս իրավիճակում հարվարվենք, մենք հայ ուրիշ տեսակ ենք լինելու։ Մեզ ճանաչելու է սաղ աշխարհը արդեն ուրիշ հայ։ Ուզում ես դու ուրիշ մերտեղ ինչ ուզում ես քեզ դրսևորի։ Քեզ ուրիշ աչքով են նայելու։ Ուրիշ հայ ես դու լինելու։ Բայց ես կամ ինձ նման հազարավոր մարդիկ մենք չենք ուզում փոխվենք։ Դրա համար դուք ինչ որոշումներ կայացնում եք, դա ժամանակավոր երևույթներ է։ Ինչ դուք ուզեք այդ թեզի տակ, որ ասում է, բերեք մեր ժողովրդի, մեր ազգի լավ ապրելու կամ էլ ինչ որ ձևակերպելու, ես չգիտեմ, սրանք ամեն օր նոր բաներ են մտածում, նոր թեզեր են ներկայացնում, մեզ համար դա անընդունելի է։ Մենք համ լավ ապրելն էլ գիտենք, մենք համ լավ պայքարելն էլ գիտենք, մեր համ լավ հողի տեր, որ ասում է տան տեր իմանալն էլ գիտենք, մենակ մեզ մի դավաճանեք, մենակ ինքներդ մենք մեզ չպիտի դավաճանենք, մենք ինքներս որ մեզ դավաճանում ենք, մենք պարտվում ենք, մենք այդ ժամանակ ենք մենակ պարտվում։ Բերեք պատմություն ենք մենք կարդացել, պատմական էջեր եք անցել, պատմական ժամանակներ եք անցել, բոլորը այդքան որ ասում է հզոր լուրջ որ ասում է ժամանակա ընթացքում դերակատարություն ունենալով կամ ամրագրելով մեր ազգության էությունը այս տարածաշրջանում, բերենք տենց է նույնն է շարունակական լինենք։ Այսքան երկար խոսելով, մեջբերումներ անելով, ես ինչի համար եմ այսքան ասում։ Ժողովուրդ, մենք վաղը ունենք ընտրություն։ Մենք ունենք հնարավորություն այդ ընտրությունով փոխվենք մեր իրավիճակը։ Նորից վերադառնանք էլի, նորից վերադարձնենք մեր թասիբն ու նամուսը։ Նորից վերադարձնենք մեր պատիվը։ Եկեք այդ անենք։ Հարգելի ժողովուրդ, սիրելի ժողովուրդ, նորից եմ ասում, ես որպես հայ, ես ուզում եմ արժանապատիվ կերպարով ինձ զգամ հայ։ Ես չեմ ուզում թուրքը ինձ խաղաղություն ստիպի, որ ես գնամ այդ խաղաղությանը։ Ես չեմ ուզում թուրքը ինձ կերակրելով, փող տալով կամ ինչ որ ուտելիք տալով, դրանով ես փոխարինեմ իմ արժանապատվությունը։ Չեմ ուզում դա, ու չեմ էլ ուզում դուք էլ դրան գնաք, չեմ ուզում ձեր մեջ էլ դա տեսնեմ։ Բայց սրանք դրան են ուզում տանեն, դա են ուզում այս ժամանակ այս մեր բանում հանրության մեջ նոր ինչ որ այդ ձևի բաներ մտցնեն, չի լինելու։ Մենք եղել ենք միշտ Կովկասում, որպես կովկասյան մի ազգություն էլի, ավանդույթներով ապրող, այդ ավանդույթներն էլ միշտ ստիպել է խիզախության, միշտ ստիպել է համարձակության, միշտ ստիպել է լինել առաջնային, միշտ ստիպել է լինել ավելի խելոք, ավելի ընդունակ, ավելի հզոր։ Այդ դա է մեր կերպարը, այսքանն է մեր ազգության միջև այսօրը մեզ այդ դա է պահել։ Եթե դա մեկ ոտնահարեցիք այդ բոլորը, եթե դա մեկ անտեսեցինք, մեր վաղվա լավ ապրած կյանքը անուն չի ունենալու։ Մեր ազգի կամ էլ ամեն մարդու իր ապրած կյանքը անուն չի ունենալու։
ազգությունը ինքը իր էությունով գործնելու է ընդհանուր իր որ ասում է այն բանը էլի որ ասում է այդ սերմը այդ որը մենք ինչ սերմից ենք սերմացել, մեծ շատացել, ինչ այդ հզորության աղբյուրը այդ դա վերանալու է, հավատացեք։ Բացի դրանից ես ինչ ավելի մեծ իմ մեջ բաներ արտնացնում, մեր բոլոր զոհվածների այդ արած գործերը։ Ես չեմ կարա մի ինչ որ բանի հետ հարմարվեմ, եթե դա այդ մարդկանց հերոսությունը մոռացության է տալիս կամ ոտնահարում է։ Մենք իրավունք չունենք տենց բաներ անելու։ Բոլոր այդ զոհված հերոսները հանուն մեր համար են զոհաբերել։ Այդ խոսքերը ես գիտեմ շատ մարդիկ են օգտագործում։ Բոլոր այն մարդիկ, ով կապված է կռվի հետ, հանուն հայրենիքը պաշտպանելու, հանուն իր տունը, իր երեխոցը պաշտպանելու, հանուն վաղվա սերունդին պաշտպանելու, բոլոր մենք դրանց առաջ պարտք ունենք։ Մենք բոլոր դրանց առաջ խոնարհվում ենք։ Բայց ես չեմ ուզում մեր խոնարհվումը, այդ խոնարհվելը այդ մարդկանց առաջ կեղծ լինի, որովհետև եթե մենք այդ գործը չշարունակենք, ուրեմն մենք եթե խոնարհվել եք այդ տղորց արած, ուրեմն դա կեղծ է եղել։ Այո, նորից եմ ասում, այսօր մենք տեսնում ենք տարբեր տեղեր, տարբեր պայքարների հարցերի հետ կապված, էլ ինչ որ ճնշումներ, ձերբակալություններ, կամ էլ ինչ որ փորձում են մեր հանրությանը, մեր հասարակությանը վախեցնեն, ղեկավարությանն եմ դիմում։ Դա հարցի լուծումը չի։ Այդ հարցը այդ ձևի լուծում չի ունենալու։ Դուք բաց եք թողել ձեր բոլոր հնարավորությունները ձեզ ընդունելու որպես ղեկավար կամ որպես առաջնորդներ։ Դուք դա վաճառել եք ձեր իշխանության այս ղեկավարման ընթացքում։ Դուք այդ բոլոր ղեկավարման ժամանակ դուք դավաճանել եք սեփական ազգին, սեփական ժողովրդին։ Ես այսքան բառերը ասում եմ ոչ անձնական, որ ասում եմ բանի հետ կապված։ Ես ընդհանուր այդ ժամանակ դժվելով, այդ ժամանակ մնալով անտուն անհայրենիք, հարազատներ կորցնելով, ես այդ դրա հիման վրա եմ ձեզ խոսքի այս բառերը ասում։ Անիծանքա, ատելություն, ինչ որ բան, այստեղ այդ բառերն էլ չի, սա ցավի բուժում էլ չի։ Սա ով ձեզ էլ այդ ձևի բառեր էլ ասում, սա ցավի բուժում չի, սա ինչ որ բան չի, որ ասում է մենք դա դուք եք մեզ այսօրը գցել։ Դուք եք մեկ ստիպել մենք որ այս ձևի մարդիկ դառնանք։ Դուք եք արել այնքան որ ասում է վատություն մեր նկատմամբ, ազգի նկատմամբ։ Դուք եք առաջինը մեր ողբերգություն բերել մեր գլխին։ Դուք եք առաջինը մեր գլխին մեզ թողել ես առանց մեր բարեկամների, հարազատների։ Դուք եք այդքան արել։ Հիմա մեզանից ինչ եք սպասում ձեր նկատմամբ։ Հիմա ինչ եք ուզում մեզ լսեք, ինչ որ ասում եմ լավ բաներ ձեր նկատմամբ։ Չկա տենց բան։ Վերջում էլ մի հատ Աստծո հավատք է մնացել։ Մի հատ քրիստոնեության արժեք ունեցող մեր հզորության այդ աղբյուրն է մնացել։ Դա էլ եք ուզում պղծեք, դրա վրա էլ եք հարձակվել, դրա վրա էլ եք փորձում ինչ որ բաներ անել։ Վատ ժամանակներ է։ Այս ձևի շարունակելով մենք գնում ենք ընտրությունների։ Ընտրություններ է գալիս, մի քանի ամսից ընտրություններ ալնելու։ Բայց ես չեմ պատկերացնում այս ձևի մթնոլորտում ինչ ընտրություն, ինչ ձևի ընտրություններ կարող է իրականանա։ Այս ձևի ատելության մթնոլորտ օրեցօր շատացնելու, այս ձևի իրար նկատմամբ ժողովուրդ, որ ասում է ամենօրյա ռեժիմով տարբեր տեղեր նկատելով, տեսնելով կամ ականատես լինելով, ինչ հասարակություն է ձևակերպվում։ Եկեք ուշներս գլուխներս հավաքենք։ Այդ ընտրությունը գոնե անենք այն ձևի ընտրություն, որ մեկ վաղվա օրը մեր ամեն մեկիս հասկացող, գիտակցող տեսնելի ապագան տեսնենք։
խոստումների վրա ապագա չձևակերպենք, տարբեր տեղերից ինչ որ ավելի մեծ լավ կյանքի, բարենպաստ կյանքի հետ կապված սրանց կողմից չգնանք, չտրվենք այդ սուտերին, դրա զոհն ենք մենք դարել։ Բոլորն էլ այսօրվա իրավիճակում ահագին ժողովուրդ, որ ասում է, օրեցօր թե աղքատությունն է, թե անգործությունն է, թե մեր թոշակառուների իրավիճակն է, թե մեր սկսած զինվորների իրավիճակն է, բանակի իրավիճակն է, որ ոլորտության վրա տեսնում եք, ամեն տեղ մի հատ մեծ սենց պրավալ է գնացել, մեծ խոր փոս է քանդվել։ Փոս քանդել են սրանք, այդ փոսը եկենք սրանց թող այդ փոսը իրենք մտնեն, բայց մենք այդ փոսից ուրիշ ուղղության վրա շարժվենք։ Ամեն ինչ մեր ձեռքին է։ Բոլոր պետությունների հետաքրքրությունը այս տարածաշրջանում մեզ հետ ընդհանրապես կապ չունի։ Մեր ազգության ժողովրդի հետ դա կապ չունի։ Բոլորը մտածում են իրենց մասին։ Մենք եթե մենք տեր կաղնենք այս հողին, տեր կաղնենք մեկ ինքներս մեր ազգության պատկանելիությանը, ամեն ինչ կարող է, ամեն ինչ գալու է իր տեղը։ Ու դրանից էլ վերածնվելու ենք, ու դրանից էլ հույսը հավատը վերածնունդի հետ Արցախը իրականություն է դառնելու, բայց ամեն ինչ կապված է մեզանից։ Ու հույսներս բերեք չդնենք ուրիշի վրա։ Մեզ լավ խոստումներ տվող, լավ մեր մասին, մեր ազգի մասին մտածող ժողովուրդ տես բան չկա, սուտ ասախ։ Սրանք ուր խոսում են տարբեր երկրների ղեկավարների մասին են խոսում, որ սա խոսք է տվել, որ էսի անելու է, այս մեկը եկել է այս երկիրը, սա է բերելու, սա ժողովուրդ դա սա սուտ է, ամեն երկրի ղեկավար ստե գալով առաջի հերթին իրան շահն է տեսնում։ Մենք չկանք այդ թեմաների մեջ, ոչ պայմանագրերի մեջ, ոչ խաղաղության մեջ, ոչ միտեղ մենք չկանք։ Բերեք ուշներս, գլուխներս հավաքենք։ Մեզ էլի նորից որ ասում եմ, մի հատ վերածնվենք նորմալ, ազգովի, համախմբված, բոլորին եմ ասում, համախմբված գնանք ընտրությունների, այդ ընտրություններում եթե մենք հաղթենք, ուրեմն մենք այդ հաղթող ազգ ենք։ Եթե մենք չհաղթեցինք, ուրեմն սրանք մեզ տանելու են այն նոր տեսակի հայի մասին, որ ասում եմ, այդ դրա մասին, նվաստացած, սենց ամեն տեղ գլուխը կախած, այդ հայն եք լինելու, ու դարերով չեք կարելու վերակաղնեք, դարերով, այսքանը։